Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը։ Նախագծի իրականացման համար նախորդ տարի համայնքային բյուջեից շուրջ 50 միլիոն դրամ հատկացվեց։ Աշխատանքները ամբողջական տևեց 6 ամիս, մեր այդ փոփոխությունները հաշվի առնելով։ Շատ պարոն Գրիգորյան, բայց այսուհետ պետք է մի քիչ ժամկետների հետ ավելի զգուշ լինենք եւ մարդկանց ճշգրիտ ժամկետներ ասենք, թե երբ ենք բացում։ Իհարկե աշխատանքը շատ լավն է, շատ տպավորիչ է։ 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 Ահա որ վիճակ էր, շատ կեղտոտ էր, երեկոները մութ էր լինում, հնարավոր չէր անցումը կատարել, հիմա շատ ավելի բարեկարգ վիճակ կլինի։ Բազմաթիվ արտերկրյա հյուրեր ենք ունենում, ինչպես գիտեք, եւ շատ կարեւոր է, սա մեր քաղաքի դեմքն է։ Շատ սիրուն է, բոլոր անցումները թող այդպես լինի։ Հյուրեր ունեմ, մի 2 օրից անպայման այստեղով անցնելու ենք, որ գնանք քաղաքով տուրի։ Տարոսը մյուս գետնանցումներին։ Երևանի քաղաքապետարանը ունի ծրագիր գետնանցումների վերանորոգման եւ հիմնանորոգման, որից հետո իհարկե շատ կարեւոր է լինում այս գետնանցումների պահպանման հարցը, որովհետեւ մեր քաղաքացիները շարունակաբար օգտվեն այս գետնանցումներից եւ այստեղ աղբի, չգիտեմ, լույսերի եւ մնացած բոլոր հարցերին համապատասխան արդեն իսկ մասնավոր ընկերությունը հետևի, իհարկե աշխատանքը շատ լավն է, շատ տպավորիչ է, 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 իհարկե աշխատանքը շատ լավն է, շատ տպավորիչ է։